Սիրված դերասան Հակոբ Տեր-Վարդանյանը նկարահանվում էր Ելենա Արշակյանի «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում։ Թե ինչը եղավ պատճառ, որ դերասանը լքեց նախագիծը, դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն այս մասին չկա։ Շատ հեռուստադիտողներ կարծում են, որ այդ որոշումը պայմանավորված է եղել սցենարային փոփոխություններով և իր անձնական ծրագրերով։ Չնայած նրան, որ դերասանը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների վիզա, նա դեռևս գտնվում է Հայաստանում, ինչը ենթադրում է, որ նրա հեռանալը սերիալից կապված չէ արտագաղթի կամ արտասահմանյան ծրագրերի հետ։ Հեռուստադիտողների մի մաս էլ կարծում են, որ Վահեի մահը նախապես պլանավորված է եղել սցենարիստների կողմից սերիալի սյուժետային գծի զարգացման համար։ Հեռուստադիտողները կարծում են, որ դերասանի հեռանալը կապված չէ որևէ կոնֆլիկտի կամ անհամաձայնության հետ սերիալի թիմի հետ։ Նշենք, որ դերասանի սոցիալական ցանցերում պարբերաբար հրապարակվում են տեսանյութեր ու լուսանկարներ ինչպես իր առօրյայից, այնպես էլ գործունեությունից, և այսօր բացառություն չէ։ Նա մասնակցել է հեռուստատեսային մի նախագծի, և դրա կադրերը հայտնվել են համացանցում։ Սակայն հիշեցնենք, որ «Ծով աչքերի պատճառով» սերիալի երկրպագուների համար Վահեի մահը դարձավ մեծ հիասթափություն։ Հակոբ Տեր-Վարդանյանի մարմնավորած կերպարը հանդիսատեսի ամենասիրելիներից էր, ուստի շատերը սպասում էին, որ նա մինչև վերջ կմնա սերիալում։ Սակայն ստեղծագործական թիմը ինչ-ինչ պատճառներով որոշեց կտրուկ շրջադարձ կատարել՝ դուրս բերելով Վահեի կերպարը։ Նշենք, որ Ելենա Արշակյանի հեռուստասերիալներում սա առաջին դեպքը չէ, որ սիրված կերպարներից մեկը լքում է նախագիծը, դեռևս նախագծի ավարտից շուտ։ Հետևաբար դժվար է հավատալ, որ սա կոնֆլիկտի հետևանք է։ Նախորդ նախագծերում ևս գլխավոր դերակատարներ են եղել, որ հեռացել են, սակայն հետագայում կրկին վերադարձել են այլ նախագծերով, ինչը նշանակում է, որ հեռանալը եղել է ստեղծագործական որոշում։ Օրինակ, նախկինում Նարեկ Մկրտչյանն, ով այս շրջանում նկարահանվում է կրկին «Ծով աչքերի պատճառով» հեռուստասերիալում, նախորդ «Ամեն տարի գարնանը» հեռուստասերիալում լքեց նախագիծը։ Շատերը մտածեցին, որ վեճ է եղել ստեղծագործական թիմի հետ, սակայն դա հերքվեց, քանի որ նա շուտով կրկին համագործակցեց նույն թիմի հետ և վերադարձավ արդեն հաջորդ սերիալում արդեն որպես գլխավոր ու սիրված դերակատար։ Այս համատեքստում, եթե Հակոբ Տեր-Վարդանյանն իսկապես հեռանում է, ապա հնարավոր է, որ պատճառը ոչ թե կոնֆլիկտն է, այլ ստեղծագործական որոշումը կամ դերասանի անձնական ծրագրերը։ Վահեի մահը հեռուստասերիալում հնարավոր է, որ կստեղծի նոր ինտրիգներ, օրինակ՝ Ռեբեկայի վրեժխնդրությունը հոր դեմ կամ մյուս կերպարների փոխհարաբերությունների նոր զարգացումները։ Սցենարային տեսանկյունից նման շրջադարձերը հաճախ մեծացնում են սերիալի լարվածությունն ու դիտարժանությունը։ Սակայն եթե նոր զարգացումները չկարողանան փոխհատուցել Վահեի կերպարի բացակայությունը, հնարավոր է, որ որոշ հեռուստադիտողներ կորցնեն հետաքրքրությունը։ Հակոբ Տեր-Վարդանյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 29-ին։ Նա հայ հեռուստատեսության նոր սերնդի ամենահաջողակ և պահանջված դերասաններից մեկն է, որի յուրաքանչյուր կերպարը տպավորիչ է, իսկ դերասանական խաղը համոզիչ ու հուզական։ Մանկուց Տեր-Վարդանյանը հետաքրքրված էր արվեստով, իսկ տարիների ընթացքում նրա սերը դերասանական արհեստի նկատմամբ վերածեց պրոֆեսիոնալ կարիերայի։ Նրա դերասանական ուղին լի է հետաքրքիր կերպարներով, որոնք տարբերվում են միմյանցից, ինչը վկայում է նրա բազմակողմանի տաղանդի մասին։ Հակոբ Տեր-Վարդանյանի առաջին դերերը գլխավոր չէին սկզբում, սակայն իր նվիրվածության ու աշխատասիրության շնորհիվ նա շուտով դարձավ հայկական սերիալների գլխավոր դեմքերից մեկը։ Տարիների ընթացքում նա մասնակցել է բազմաթիվ նախագծերի, որտեղ կարողացել է ներկայացնել տարբեր ժանրերի և բարդության կերպարներ։ Նրա խաղն առանձնանում է բնականությամբ, խորությամբ և հույզերի անկեղծությամբ, ինչը ստիպում է հանդիսատեսին ամբողջությամբ հավատալ նրա կերպարներին։ Հակոբ Տեր-Վարդանյանը հայտնի է իր մասնակցությամբ մի շարք սերիալներում, որոնք մեծ հաջողություն են ունեցել Հայաստանում և հայ հեռուստադիտողների շրջանում։ Նրա մասնակցած ամենահայտնի նախագծերից են «Արյունոտ խաղադրույքը», դրամատիկ ու հուզիչ պատմություն, որտեղ նրա կերպարը մեծ դեր է խաղացել սյուժետային զարգացումներում, «Խապկանք», «Բեկորներ», «5 ջին տանիք», «Մեր թաղի տղերքը», «Ամեն տարի գարնանը», «Ծով աչքերի պատճառով»։
Վերջին շրջանում դերասանը հանդես էր գալիս Ելենա Արշակյանի «Ծովաչքերի պատճառով» հեռուստասերիալում, որն ամենասիրված նախագծերից մեկն էր։ Նրա կերպարը՝ Վահեն, պատմության առանցքային հերոսներից էր և նրա դերակատարումը մեծ ազդեցություն ունեցավ սյուժեի վրա։ Սակայն վերջին դրվագներում Վահեն ենթարկվեց ավտովթարի, ինչն առաջ բերեց բազմաթիվ հարցեր հանդիսատեսի մոտ։ Հակոբ Տեր-Վարդանյանն առանձնանում է իր դերասանական խորությամբ ու կերպարներին լիովին զուլվելու կարողությամբ։ Նրա ամենակարևոր հատկանիշներից են բնականությունը, հուզականությունը, պրոֆեսիոնալիզմը և բազմակողմանիությունը։ Հակոբ Տեր-Վարդանյանի ապագա ծրագրերի մասին դեռևս քիչ տեղեկություններ կան։